Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Կիրակ Նուրյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մեր քննարկման հաջորդ թեման հենց Տիրանայում, Ալբանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած 6-րդ եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովն է, որին մենք մասամբ անդրադարձանք, սակայն այստեղ շատ կարևոր է, որ ֆրանսիական դիվանագիտությունն է այստեղ ակտիվացում ցուցաբերում եւ թե ընդհանրապես թե մեր տարածաշրջանում մասնավորապես։ Ինչ մենք տեսանք, նախ եւ առաջ այն, որ Մակրոնը կարճ հանդիպումներ ունեցավ, այսպես ոտքի վրա, ինչպես այդպիսի ֆորմատները թույլ են տալիս, Ադրբեջանի նախագահի հետ Իլհամ Ալիևի նկարներում մենք տեսանք փոխադարձ իրար ժպիտներ, սակայն հաղորդագրություններ չեղան դրա հետ կապված։ Տեսանք կարճ հանդիպում Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ, այսպես բարեկամաբար ուսին թփթփացնելով, եւ իհարկե Փաշինյանի հետ եղավ հանդիպում, որի հետ կապված նաեւ եղավ հաղորդագրություն, նաեւ հայտարարություն Մակրոնի կողմից, որ ես ընդ որում անունով դիմելով, հա, եւ Նիկոլին եւ Իլհամին սատարում եմ այս խաղաղության պայմանագիր նոր առաջ ստորագրելու հարցում։ Ֆրանսիական դիվանագիտության ակտիվացումը ուղեկցվում է ընդհանրապես համաեվրոպական ուշադրության մեծացմամբ մեր տարածաշրջանին եւ դրա վկայությունն է նախ հանդիպումը, որը ունեցավ Հայաստանի վարչապետը Թեկայա Կալլասի հետ, Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Անտոնիո Կոշտայի հետ, նրանք հանդիպեցին նաեւ Ալիևի հետ եւ ուշագրավ էր այստեղ այն, որ բոլոր պաշտոնյաներն էլ խոսում էին ակնկալիքի մասին, որ օր առաջ ստորագրվի այդ պայմանագիրը, իսկ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հավելեց, որ Եվրամիությունը պատրաստ է ներդրումներ կատարել, որպեսզի տարածաշրջանում փոխադարձ կապեր ձևավորվեն եւ տարածաշրջանն ավելի մերձենա Եվրոպական միությանը։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է իրավագետ, նախկին դիվանագետ Վարդան Հարությունյանը, բարով եք եկել, պարոն Հարությունյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարի երեկո, շնորհակալություն։ Պարոն Հարությունյան, դուք ուշադիր հետևում եք այս դեպքերի ընթացքին Ալբանիայի մայրաքաղաքում, բացի դրանից էլ այն համատեքստում, որ դա անմիջապես հաջորդեց Ստամբուլում տեղի ունեցած այդ ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների հանդիպմանը, հա, որից հետո էլ հենց Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահները ժամանեցին Ալբանիայի մայրաքաղաք եւ դրանից հետո նոր տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Իդեպ նախաբանում ասվածիցս բացի, այսպես մի քիչ էլ հումորային մի տեսանյութ էլ տարածվեց Էրդողանի եւ Մակրոնի միջև այդ կարճ հանդիպումը մատ բռնելով եւ այլն եւ այլն։ Համեցեք, դուք ինչ պրոցես տեսաք այս ամենում, ինչպիսի միտում է ձեզ համար ուրվագծվում այս ամենում, ինչպես կմեկնաբանեք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Նախ եւ առաջ, որպեսզի տարբերակենք Եվրոպայի ներսի քաղաքականություն, ներքին քաղաքականություն եւ արտաքին քաղաքականություն, որոնք այսպես ասած խաչ շահաձևվում էին այդ հանդիպման ժամանակ Ալբանիայում, հատկանշական է նաեւ, որ Ֆրանսիան որպես կանոնիշտ լիդերի
պատասխանատվությամբ հանդես է եկել այնպիսի կնճռոտ հարցերի, ինչպիսի Ուկրաինայի դեպքն է, պատերազմն է, ուստի այստեղ տեսանք նաև երկու հասցեատերերի ուղղված մեկ հայտարարությամբ կարևոր մեսիջ, այն է, որ Ամերիկայի, նույնիսկ Ամերիկայի առաջարկած առանց նախապայմանների հրադադարը, դադարեցումը ռազմական գործողությունների չեն հարգում։ Այստեղ ոչ միայն Ռուսաստանին էր ուղղված այդ սլաքը, այլ նաև ԱՄՆ-ին, որպեսզի ցույց տալ, որ Եվրոպան ճիշտ էր ասում, որ այդպիսի առաջարկ կատարելը չի տա որևէ իրական արդյունք։ Դա նաև երկրորդական, այսպես ասած, պլանով նաև դա էր ենթադրում, դա Եվրոպայի ղեկավարների կողմից արտահայտված նաև եւ անհանգստություն եւ փաստի արձանագրումներ։ Այստեղ, ինչպես դուք ճիշտ նկատեցիք, Եվրամիությունը նաև, եթե արտաքին սահմաններից դուրս նայենք, նաև դա իր անվտանգության առաջնային հարցերից մեկն է, ուշադրությունը սևեռել է Հարավային Կովկասի նկատմամբ, փորձելով արագացնել գործընթացները, սակայն որքան էլ լինեն, ինչպես օրինակ Ֆրանսիայի պես կամ մեծամասնությամբ Եվրամիության երկրների հետաքրքրվածությունը Հայաստանին օգնելու, ավելի մերձենալու Եվրոպայի հետ, Եվրամիության հետ, ապա իրական ռեալ պոլիտիկայի մեջ հասկանում են, որ Կովկասյան հարավ երկրներին պետք է հնարավորինս հավասար պայմաններ առաջարկել, հավասար շանսեր տալու, որպեսզի տարածաշրջանը դեպի Եվրոպա նայի, այլ ոչ թե միայն մեկը։ Քանի որ իրականում, եթե նայենք Հարավային Կովկասյան 3 հանրապետություններից իրական ժողովրդավարության ջանքեր եւ որոշակի առաջընթաց չեմ ասում ամբողջությամբ, դա Հայաստանն է, որ գրանցում է ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայիս 2024-2025 թվականների այսպես ասած օբյեկտիվ վերլուծություն ձեռնելով։ Իհարկե դա քիչ որոշիչ է, ուստի Եվրամիությունը փորձելու է ավելի արագ տեմպերով շահագրգռել ֆինանսատնտեսական գործիքների միջոցով, բայց դրան պետք է երկկողմ հետաքրքրվածություն առաջանա տարածաշրջանում, որի համար դեռևս չենք տեսնում բավարար պարարտ բոլոր երեքի կողմից, դա նկատի ունեմ։ Ինչ եք կարծում, այս ամենը կարելի է գնահատել որպես մի նոր լիցք հաղորդելու փորձ, հա, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը ստորագրելուն, հա, մոտեցնելու համար։ Ի վերջո մենք նաև այնտեղ տեսանք Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի միջև հանդիպում, որը սկզբից այսպես սկսվեց նրանից տեսանյութերից կարող ենք միայն դատել, նրանից, որ Փաշինյանն է իրեն սուրճ խմելու հրավիրում, հետո սուրճ են խմում եւ զրուցում են տետատետ, եւ տեսանյութը վերջանում է նրանով, որ եւս երկու առանցքային պաշտոնյաներ երկու կողմերից էլ միանում են այդ խոսակցությանը։ Ձեզ որպես նախկին դիվանագետի այս տեսանյութերը, հա, որ ավելի շատ ոնց որ պետք է սենց մի քիչ էլ մեր երևակայություններին, ինչպես ասում են, զոր տանք էլի, բայց այնուամենայնիվ էլի ձեզ ինչ որ բան հուշում է այս ամենը։ Նայեք, ըստ էության արարողակարգային բնույթի չնախատեսված, չպլանավորված որոշակի գործողություններ այս կամ այն պատվիրակության ղեկավարի կողմից միշտ հնարավոր է, ինչքան էլ փորձում են այսպես ասած թիմերը դրանք չեզոքացնել, որպեսզի տեղի չունենա, այնուամենայնիվ դա մարդկային շփում է եւ հնարավոր են որոշակի շեղումներ, չակերտված շեղումներ։
Դա արդեն մեկնաբանության եւ նաեւ առաջնահերթության հարց է, թե տվյալ դեպքում ինչ որ պետության ղեկավարը մյուսին հյուրասիրեց, թե մեկը մյուսին մատը բռնեց, թե դա ինչ է նշանակում, դա արդեն երկակի մեկնաբանության ինչպես որ երկրից եւ որ պրոպագանդական մեխանիզմը կկիրառ։ Դա միանշանակ բացատրություն։ Այո։ Ինչ վերաբերում է մնացածի ներգրավումը երկկողմ ոչ ֆորմալ կարելի է ասել շփումներին, խոսակցություններին, ապա բավականին տեղին է եւ նաեւ պետք է, որպեսզի ցույց տրվի նաեւ Եվրոպայի շահագրգռվածությունը երկկողմ կամ բազմակողմ առումով հայ-ադրբեջանական նորմալացման, ասեմ, կամ իրավիճակի թույլատման համար։ Իհարկե այստեղ պարզ է բոլորին էլ նույն Եվրոպային էլ որ խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ Ադրբեջանն է, բայց Ադրբեջանը մի քանի խնդիր բերող երկիր է Եվրոպայի համար, մեկ որ ավելի ինքնուրույն քաղաքականություն, արտաքին քաղաքականություն է վարում, էներգակիրներով միշտ փորձում է Եվրոպայի հետ ավելի բարդ խաղալ Եվ նաև ունի Թուրքիայի պես երկիր, որը նույնիսկ սխալներ կատարելու դեպքում միշտ ետևում կանգնած է, որպեսզի, այսինքն 2-3 խաղացողի դեր է կատարում։ Ու այստեղ ցավալի է, բայց տեսնում ենք, որ Հայաստանը ըստ էության ավելի թույլ է այս ենթատեքստում։ Թույլ է այն առումով, որ Հայաստանի համար Եվրոպան ավելի շատ որպես եվրոպական արժեքներ կրող եւ մշակույթ ունեցող երկիր ավելի մերձավոր է, բայց որպես տնտեսական գործընկեր ավելի հեռու է։ Դրանից բխում են մնացած հետևանքները եւ մնացած քայլերը եւ որոշակի շեղումները։ Դա է պատճառը, որ Հայաստանը պետք է ավելի գրավիչ դառնա եվրոպացիների համար, եվրոպական տնտեսական խաղացողների համար, որպեսզի նաեւ եվրոպական պետությունները ավելի այսպես ասած զգացմունքայինից անցնեն ավելի պրագմատիկի վերաբերմունքը։ Պարոն Հարությունյան, երևի հարցս մի քիչ ավելի այսպես նեղացնեմ ֆոկուսը, հա։ Տեսեք, երբ երկու կողմերը նստած տետատետ խոսում են, այսպես հիպոթետիկ, եթե երկուսն էլ արդեն բոլորիս հայտնի դիրքորոշումները իրար ասեին, ինչ իմաստ ուներ, մի հատ էլ, ասենք, ենթականերին էլ բերել նույն սեղանի մոտ եւ 6 հոգով ինչ որ հարց քննարկել, հա։ Դա մի կողմից, մյուս կողմից էլ չկա այնպիսի տպավորություն, որ ըստ ամենայնի տետատետ ինչ որ թեկուզ եւ միջանկյալ, բայց ինչ որ բան են պայմանավորվել եւ այդ ենթակաների ներկայությունն անհրաժեշտ է դետալիզացնելու համար գուցե եւ կարող ենք նման ենթադրություն անել, թե սա շատ ենք այսպես ինչպես դուք ասացիք երկակի մեկնաբանությունների դաշտ մտնում այստեղ։ Նայեք պրակտիկայում ինչպես է լինում։ Կարող են բանակցություններ լինել շատ թեժ, շատ հակասական, սակայն մամուլի հաղորդագրությամբ եւ հանրության եւ լրատվամիջոցների համար կողմեր համատեղ այլ տեղեկատվություն տարածեն եւ հակառակը։ Այսինքն այստեղ թե իրական պայմանավորվածություն եւ հետագայում ինչ մոտեցումներով փոփոխություններ կամ իրագործման մեխանիզմներ են քննարկվում, եթե կարիքը չլներ չէին հանդիպի միանշանակ, դա կլինի Հայաստան, Ադրբեջան կամ այլ երկրների դեպքում։ Ուստի տվյալ դեպքում տեսեք որոշումը քաղաքական որոշում կամ միջանկյալ, այսպես ասած, որոշում կայացնելուց հետո պետք է դրա իրացման համար արդեն կոնկրետ մեխանիզմների եւ իրատեսական կատարման համար զգուշորեն քայլեր կատարում։ Դեռևս եթե լիներ, այսինքն խաղաղության պայմանագրի վերջնական հաստատում եւ կնքման պատրաստականություն երկու կողմերից, ապա կստորագրեին, նաև առիթ կլիներ, որպեսզի օրինակի համար միջազգային պրակտիկայում ասեին, որ հաստատում ենք եւ նախաստորագրում ենք, որը
այսինքն փոփոխության ենթակա չի լինի դա, կգնա հետագայում ստորագրման եւ ավերացման համապատասխան երկրներով։ Եթե ցանկանային եւ պատրաստ լինեին կողմերը, կարող էին պատեհ առիթեր նաեւ եվրոպական համաեվրոպական այդ հանդիպման ժամանակ դա կատարել։ Դրանով նաեւ Եվրամիությանը դարձնելով ինչ որ ձևով նաեւ երաշխավոր, ոչ իրավական առումով, բայց քաղաքական առումով, այսպես ասած, տեսեք դուք ձեր հովանու ներքո, ձեր միջոցառման հովանու ներքո ստորագրեցին կամ ինչ որ այլ մի բան, բայց այդպիսի բան չունենք, ուստի ենթադրում եմ, որ զուտ կողմերը կամ կողմերից մեկը հաստատ նախընտրում է հնարավորինս դիվանագիտական տակտիկայով ձգձգել գործընթացը, սակայն որպեսզի խուսափի նաև ուղիղ ճնշումներից, քանի որ ճնշում կա, եւ այդ ճնշումը Ադրբեջանի վրա է նաև։ Իհարկե փափուկ ճնշում է, բայց կա Եվրոպայի արևմուտքի կողմից համոզելու, ճնշելու, որպեսզի արագացվի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Տեսեք, եթե նկատենք Ֆրանսիայի եւ համեմատենք Ֆրանսիայի տարբեր մակարդակներով կատարված հայտարարությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ 1.5 տարի առաջ նույն հայտարարությունը արել է արտգործնախարարը արտգործնախարարությունում ելույթ ունենալիս նույն բանը ասում է նախագահ Մակրոնը։ Ինչ է նշանակում, որ դեռևս սա տեղից չի շարժվի, կարճ եթե այդպես ասենք։ Դա մեսիջը բոլոր երկու կողմերին, ոչ թե Հայաստանին կամ Ադրբեջանին, բայց ընդհանրապես գիտենք, միշտ երկուսին են ասում, երկուսին է հասցեագրվում, ուստի 1.5 տարվա մեջ, եթե նայենք Եվրոպայի աչքերով, Եվրամիության, հաստատում ենք, որ դեռևս ոչ մի ռեալ առաջընթաց չկա տվյալ գործընթացում։ Ու դա նաև ճնշման տեսակ է, պարզ է, արդեն դե հետագայում երկկողմ եւ փակ դռների ետևում ինչպիսի ճնշում, ինչպիսի բանակցություններ, ինչպիսի արդարացումներ եւ մեղադրանքներ, այսպես ճակերտավոր ասած, դա արդեն մենք չենք տիրապետում, բայց հաստատ այդպիսի փոխանակումներ թեժ բանակցություններ, ինչպես նշեցի, եղել են, կլինեն, դա դիվանագիտության մաս է կազմում։ Ուստի ավելի շատ ինձ համար արհեստական ձգձգման մի հատ ինչ-որ բաներ, փորձ է դա նաև։ Այդ հանդիպելը, նորից հանդիպել, քանի որ հասարակություններին էլ պետք է ինչ-որ բան ցույց տալ, ոչ միայն գործընկեր երկրներին։ Պարոն Հարությունյան, եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, որ Եվրամիությունը պատրաստ է ներդրումներ կատարել մեր տարածաշրջանում, փոխադարձ կապեր հաստատելու եւ տարածաշրջանը ել ավելի Եվրամիությանը մերձեցնելու համար։ Դուք այդտեղ միայն որպես հայտարարություն եք տեսնում, թե ինչ որ ավելի դետալիզացված պլան, պատկերացում կա դրա հետ կապված, մանավանդ հաշվի առնելով, որ Եվրամիությունն արդեն իսկ ունի հաստատված ռազմավարական գործընկերություն, հա, այդպիսի ֆորմատի հարաբերություններ կենտրոնասիական հնգյակի հետ, ինչը հաստատվեց Սամարղանդում տեղի ունեցած այդ պատմական առաջին ուրեմն գագաթնաժողովի շրջանակներում եւ բացի դրանից էլ հայտնի են Ֆրանսիայի հատուկ հետաքրքրությունները Ղազախստանում միջուկային վառելիքի հետ կապ։ Ուզբեկստանում, այո։ Ձեր մեկնաբանությունը, համեցեք։ Շնորհակալություն։ Տեսեք, եթե նայենք ավելի գլոբալ, հետո հարցին մանրամասն կանդրադառնամ ըստ տարածաշրջանների, տվյալ դեպքում Հարավային Կովկասին տրվում է շանս, որպեսզի զարգանա։ Քանի որ ռեսուրսների փոխանցման ավելի իրատեսական ճանապարհ եւ ֆինանսական առումով ավելի հստակ առաջարկ, որից է մեկի կողմից, այսինքն Եվրամիության կողմից տվյալ առաջարկը բավականին իրատեսական է։ Սակայն այստեղ Հայաստանի որոշումը միայն կամ Ադրբեջանի միայն որոշումը կամ Վրաստանի առանձին որպես պետություն չի կարող
ապա շրջապակի փոխել իրավիճակը, այսպես ասենք։ Տվյալ դեպքում սա մարտահրավեր է ողջ տարածաշրջանին։ Այստեղ նաև Եվրամիությունը այս հայտարարությամբ փորձում է նաև Վրաստանին հիշեցնել, որտես ես քեզ այս հնարավորություն տալիս եմ վերադարձել դեպի եվրոպական ինտեգրացիոն եւ հետագայում։ Այստեղ երկրորդ հարցը ուղղված է Հայաստան-Թուրքիա ապաշրջափակմանը, որպեսզի տարածաշրջանում ենթակառուցվածքներ եւ նաեւ Ադրբեջանի ռեսուրսների համար ավելի մեծ շուկա Եվրոպա, նաեւ տարանցիկ երկրներ երեքն էլ դառնալ եւ այլ եւ այլ։ Տվյալ դեպքում ամեն ինչի համար բնականաբար այս ամենը ուղղված է որպեսզի ռուսական դոմինանտությունը դուրս մղվի նաև հարավային Կովկասից։ Դա բոլորին է բարձ, արդյոք ունենան այն համարձակություն, այսպես ասած ռուսերեն ասեմ, դուխը հարավկովկասյան երկրները օգտվելու այդ հնարավորությունից, դա արդեն տեսնում ենք 3 տասնամյակից ավել, նույն մեր Հայաստանի դեպքով, որ մեկ մյուս կողմ, մեկ 2013 թվականին դեպի ԵԱՏՄ եւ այլն եւ այլն։ Այսինքն կանխատեսել թե ինչ որոշում կկայացվի ինչ որ մայրաքաղաքում, նույնիսկ ստորագրելուց հետո Եվրամիության հետ որոշակի կոնկրետացնող փաստաթղթեր, ոչ վերջնական, բայց չեն կարող երաշխավորել, որ 3 պետություններն էլ կգնան այդ ուղղությամբ եւ ընդունեն Եվրամիության ըստ էության նոր առաջարկ ու ավելի բաց։ Իսկ մեկի որոշումը չի կարող փոխել իրավիճակը։ Այսինքն սրանով նաեւ Եվրամիությունը այլ հարց է փորձում լուծել տարածաշրջանում փոխկապակցվածությունը այնպես ստեղծի, որ երեքն էլ եվրոպական հովանու ներքո սկսեն զարգանալ Եվրոպայի հետ, Եվրոպա-Ասիա, այսպես ասած, կապող ուղղակի մաս դառնալ։ Բայց ներկայիս 3 մայրաքաղաքներում տիրող տրամադրությունները շատ իրարից տարբերվող են Եվրոպայի հանդեպ, ուստի կարծում եմ ըստ էության ռեալ իրական միսուարին ունեցող պատասխան ոչ մի երկրից էլ չի տրվի հանձնաժողովի նախագահի տվյալ հայտարարությամբ։ Առաջիկա մինչև առաջիկա ընտրությունները ըստ երկրների, նաև որպեսզի ընտրությունների գործընթացին շատ չխանգարեն։ Եվ մի հարց եւս, պարոն Հարությունյան, մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ պահպանվում է էական սկզբունքային տարբերությունը Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ եւ մենք տեսնում ենք, որ Եվրոպայում հստակ ձևավորվում է մի, այսպես ասենք, ռազմական ակումբ, որը ներառում է Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, այդտեղ նաև շատ որոշակի եւ կարևոր մասնակցություն ունի նաև Իտալիան, չնայած որոշակի հեռավորություն պահելով այդ ամենից, եւ իհարկե Ուկրաինայի հետ ունեն կոնսենսուս համենայն դեպս, մինչդեռ Միացյալ Նահանգներն ավելի այսպես փորձում են միջնորդի դիրքերից հանդես գալ։ Ինչ եք կարծում, այս ամենը ինչ ազդեցություն է ունենում այս տարբերությունը, Եվրոպա-Միացյալ Նահանգներ հարաբերությունների ապագայի վրա եւ ինչպես դա կպրոյեկտվի մեր տարածաշրջանում ձեր կարծիքով, հաշվի առնելով այն խնդիրները, որ մենք ձեզ հետ քննարկեցինք։ Նայեք Եվրոպայի համար դա ըստ էության մեծ մարտահրավեր էր Ամերիկայի դիրքորոշումը եւ Ռուսաստանի հետ ուղիղ առաջարկները նաև տվյալ դեպքում Թրամփի առաջարկը Ուկրաինայի հետ հրադադարի համար, բայց նաև մյուս կողմից եթե նայենք, նաև դրական առումով նայենք, սա Եվրոպային սթափեցնող բավականին մեծ ահազանգեր եւ դրանից կարող են օգտվել այնպիսի երկրներ, ինչպես նաև Հայաստանը, այն ելնելով այն ենթադրությունից, որ Եվրամիությունը իր անվտանգության, ամրապնդման եւ իր տնտեսության ընդլայնման նկատառումներից ելնելով, ինչպես 2000-ական թվականներին տեղի ունեցավ, ընդլայնման նոր ալիքի
հնարավորություն կարող է տալ Ահա։ ավելի թեթև կատարել, քան թե նախկինում է կատարել, բայց իհարկե պահպանելով չափանիշները։ Դա միգուցե այսպես ասած վարդագույն ակնոցներով նայելիս լինի, բայց դա հնարավոր տարբերակ է, որտեղ ռեսուրսների խնդիր կա, սահմանների խնդիր կա եւ Եվրամիության համար այսպես ասած մենակ մնալը ըստ էության տպավորություն կա եվրոպացիների մոտ, որ Ամերիկան, ԱՄՆ-ն ավելի շատ ինքնուրույն է վարում իր արտաքին քաղաքականությունը իր առաջնահերթություններից ելնելով, քան թե գործընկերական կոլեկտիվ հավաքական շահերից ելնելով, ուստի այդ ահազանգը կարող է ստիպել, ճակերտոր ասած ստիպել ավելի հեռուն գնացող որոշումներ կայացնելու համար, բայց դեռևս դա հասունացման փուլ կարելի է, սահմանային փուլ նույնիսկ կարելի է համարել, որտեղ ինչպես դուք նշեցիք, այդ մի քանի երկրներն են, որ սկսում են պաշտպանական առաջնահերթությունների մասին մտածել, եւ եթե նայում ենք Եվրամիության ստեղծումից ի վեր այդպես էլ եղել է, մի քանի երկրները որպես հիմնադիր երկրներ, հետո մնացածի հետ սկսել են այսպես կլանելով եվրոպական ինտեգրման եւ եվրոպական համայնքների մեջ։ Ուստի պատմության կրկնության առումով մի քիչ տարբեր, բայց ընդլայնման մեծ հաջորդ ալիքի համար ես ավելի շատ տեսնում եմ պոտենցիալ հնարավորություն, որից Հայաստանը իհարկե կարող է օգտվի։ Հայաստանը կամ արևելյան գործընկերության որոշ երկրներ, այդ թվում Հայաստանը։ Ոչ միանգամից, բայց իհարկե ապագա։ Դե շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, ձեր այս շատ կարևոր եւ հանգամանալից դիտարկումները ֆրանսիական եւ եվրոպական քաղաքականության վերաբերյալ մեր հեռուստադիտողներին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Շնորհակալ եմ, բարին ձեզ։ Մենք զրուցեցինք մեր գործընկերոջ հետ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից Վաներ Հարությունյանի, իրավագետ, նախկին դիվանագետ, լսեցինք իր դիտարկումները եւ եզրակացությունները կապված ֆրանսիական եւ եվրոպական քաղաքականության վերջին զարգացումների քայլերի հետ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած 6-րդ եվրոպական քաղաքական ընկերակցության համաժողովի համատեքստում։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։